Սարգիս Մխիթարյան Արևելյան մոտիվներ Իմ արևելքը Արևելքը իմ արևելքը Շագանե Տիմայա Շագանե Սերգեյ Есенин Արևելքը ես նվաճում եմ իմ բջիջների ներքին թրթիրով Իր բույրերով սուր ու մաքուր, գույներով երփնազան Չկա ինձ համար ավելի բարձր երգ, քան երգը Վահագնի Ես ծնվել եմ լեռների մարմարյա ստինքներից, արցունքաշող աղբյուրների քամվածքից, ծիծառի քնքուշ ճռվողյունն է իմ մեջ ու սարյակի դայլայլը իմ շուրթերին Վարդաստաններով են անցնում իմ արահետները, ուր և քեզ եմ գտնում Շահանե, լուսափթիթ, որպես ծաղկադաշտ Լսում ես, քո անունն ականջիս այնքան նուրբ է հնչում, կարծես հյուսիսցի պոետը քեզ է գտել, որ ես իմ քնքշանքի խոսքերը մատուցեմ։ Այդ ես եմ քեզ համար հորդարյան եւ այրվող կրակի գետերը սահանցել, քեզ եմ տվել ես իմ սիրտը բյուրեղյա, ու երբ դու չուզենաս իմը լինելու, հենց ինքդ էլ հրդեհն այդ շիջանես։ Իսկ եթե անրջես իմ մասին, ես քո լույս վրանը կսուզվեմ, առնելով քեզ իմ տաք կրկի մեջ, դու մի պերճ ու ծաղկուն նռնենի վառվռուն քո հրով ինձ կայրես։ Չգիտեմ, ես բնավ չգիտեմ, ինչ մոխիր ինձանից կմնա, բայց երբ քո մահճից ես ելնեմ, ափսոսանքը ուժգին ու կարոտը միայն ինձնից կխորդեն։ Ինձ համար արևը արևելքից է ձեքը սկսում։ Այստեղից ենք գալիս երկուսս ու մեզ հետ լույսի հորդ ծիածանը բերում։ Արևելքը ինձ համար բացված է, որպես բորբ պչրուհի, որից դու ես մարմնացել ինձ համար, ու ես էլ իմ հերթին պարտական եմ նրան, իմ արյամբ, քանզի ես այս չքնաղ եզերքի ծնունդն եմ։ Կարկամած չգիտեմ, թե քեզ ինչ անվանել, Շամիրամ, երբեք, այդ դեպքում ինչ էլ որ կոչելիս լինեմ քեզ, դու իմն ես, հասկացիր, իմ այն նույն, միևնույն արյունից, ումը, որ պոետը հյուսիսցի պարսկուհու անունից է դիմել։ Բայց դա իր քմայքն է, ոչ թե մեր թույլ տված սխալը, քանզի ես կրակն եմ քո սրտի, խլրտումը նրա այն ուժգին, ինչից որ արբեցած սոխակի նույն երգն եմ ես կրկնում ու երբեք չեմ կարող քեզ լքել։ Ես քեզ հետ կմնամ մինչև լույս, եւ օրեր շարունակ, մինչև վերջ, ողջ մի կյանք։ Թե դարահե արքա հնագույն ասքերում կանանց իր ու քեզ էլ գերության թակարդում թողնելով փախա վատաբար, որ կաշին իր փրկի, ես բիցն այդ հանդուրժել չեմ կարող, թե մեռնել այդ դեպքում հենց այստեղ, լեռներում այս անպարտ ու պչրուն։ Ես հավետ թափառիկ մի զինվոր, իր կյանքը մարտերում վտանգած կմնամ, կհաղթեմ, կամ կընկնեմ, քեզ երբեք ու երբեք չլքած։ Սիրում եմ գույները երփնազան, բույրերը անաղարտ, իրերը սրբազան։ Ինձ այստեղ զգետնել չեն կարող, ես ինքս եմ միշտ հարթում իմ ճամփան, դու իմ լավ իմացիր, մեր հոգու թրթիրով է լցված աշխարհն այս, որի լույս ուղիով մենք դեպի արևը կգնանք։ Գաբրիելլա Այս քնքուշ անունը իմ հիշողության մեջ իր ստվերը չունի, չկա այն էջերում անցյալիս, ու չգիտեմ թե ինչու նա չունեցավ իր իսկական հասցեատերը հոգուս մեջ, պատահում է, շատ է պատահում, մի ողջ կյանք թռչում է իզուր երկաթյա գծերի վրայով սահող գնացքի նման, ու չգիտես դու նրա գոյության մասին, էության մասին, իր մասին, երբևէ դա չի իմանալու ինքը ևս, այդպես է բախտի հեգնանքը Կգա, կհայտնվի, վալս պարելով, քամու պես կանցնի կողքովդ, կհեռանա, մոռացության փոշիներում կթողնի քեզ անհայտի ու անեության մեջ սուզելով ամեն ինչ։ Երբեք չիմանալով քո մասին, չեղյալ անձն այս եթերային, որ քնքշալի այս էակի ինձ անհայտ բայց սիրելի անունն է կրում, Գաբրիելլա, չի լինի այլևս, չի լինի, թեև չկա ինքը, կա իր անունը, սակայն, որ իրական է հավաստիության չափ։ Ես շարունակում եմ սուրալ առաջ, իմ ճանապարհի բոլոր կեռամաններում մեծ կամ աննշան, կարևոր կամ անեական, մի վերաճախրուն հպարտությամբ կանգնած ես դու։
դու երկնքի պես իրենաձիգ, արևի պես ջերմ ու պայծառ, ճոխ ու գեղիրան, գրկաբաց ու բարեպարգև, քնքշանքով ու տարփությամբ լի, ինձ բնավ հետ մի պահիր իմ սավառնումից, քանզի այդ ժամը միայն թռիչքիս խորությունը տեսանելի։ Օրերը կրկին մեզ դեմ դիմաց են կանգնեցրել, պարտադրելով նոր լինելիություն։ Քո շարժումները կախարդիչ են այնքան, որ ինձ նետում են գլխապտույտի ու խոր հիացման ծովը։ Անհունի մեջ սահմանվում է նոր ընթացք մի, ուր միայն մենք ենք, մենք, որ ամբողջովին ձուլված ենք իրար։ Ես ինչ իմանայի, որ գալուտ օրը ես պիտի տխրեմ, աներևակայելի բան, քո գալու օրը տխրել։ Մինչդեռ բոլոր ճանապարհները բաց պիտի լինեին, անգամ հանգած աստղերի կեռոնները հրդեհված, բայց թախծում էի, քանզի տարիների փոթորկուն սաղքը մեզ հեռուներն էր նետել, ջնջել էր մեզ ու անգամ բնաջնջել, և սերը, որ մեր կարոտի քաղցն էր, մեր տքնանքի շիկացումը, արյան հրայրքը երակների մեջ։ Ու մեր մտքի բորբոքումը տենդի աստիճան եղած ամեն ինչ իջիք էր դարձրել։ Հույզ, մորմոք ու ցավ, որ այլ անուն չունեն, քան այրուկ, այլափոխվել էին քնքշանքի բոցի, և ոչ ոք ամենևին չէր առարկում, թե կյանքը մեզ դեպի ուր է տանում, մինչդեռ հարցը անթիվ պատասխաններ ուներ, իսկ դրանք հասկանալի լինելով, նույն առեղծվածն էին անհասկանալի։ Մի փոթորիկ օվկիանոսային մրրկում էր Բերմուդյան եռանկյունում, և ես միանգամայն ստույգ եմ ասում, ոչ ոք այդ տեղից կենդանի դուրս պրծնել չէր կարող։ Դու նաև երջանկություն ես տենչում, երբ այն լքել է իմ երկիրը, կյանքը, հոգու սաղկավետ հովիտը, իմ լավ, իմ մոթեղեն աղջիկ։ Ես ինչ իմանայի, կռահեի երբևէ, որ գալուտ օրը ես պիտի տխրեմ։ Ժամանակը վրիպացին։ Ես չգիտեմ ինչու, մենք այդպես էլ չենք հանդիպում նրանց, ովքեր երկար են սպասել մեզ, մեր մասին երազելով։ Նրանց բարությունն ու գութը մշուշվել են ստերջ հոգիների անապատացած ավազների վրա։ Նրանց շշունջները թևածել են թիթեռների պես, սփռվելով ծաղիկների խոնարհված գլխիկներին։ Նրանց աչքերը երազել են մեր աչքերի խորին մտերմությունը ջերմությամբ լի։ Նրանք մեզ ունենալ են ուզեցել իրենց համար, որ մեր երջանկությունը իրենց սրտի սափորով մեզ մատուցեն։ Մեր գրկի մեջ փոքրանալ ծվարվելով, մեր տակ շնչից արթնանալով, բացվեն մանկան աչքի նման, երբ այդ խորախորհուրդ հապումից երկուսը մեկ մարմնի են վերածվում ու վիթխարի առնական տքնանքը եւ կանացիծով հմայքը շիկանքով միախառնվում են։ Եվ մեզ իրապես ունենալու համար նրանք ամենադժվարին լեռնապարը ձմեռով անվարան կհաղթահարեին ոտաբոբիկ, բայց մենք անտեսած այդ ինքնաուրացումը, եսականորեն սուզվել ենք տմարդության ճահիճը, ջրահեղձել ենք երազները նրանց, ձգտումները ազնիվ, տքնությունը չքնաղ։ Եվ որքան անգթորեն ենք ճամփեզրին քնքշաքի կարոտից թոշնող նրանց հոգու ծնծաղիկները տրորել, հասկացել ենք արդյոք, որ մոգական մի ժպիտով կարող էինք նրանց պարգևել երջանիկ մի կյանք։ Բայց ում եմ ես պատմում անհասցե թախծի մասին վրիպածին ժամանակի։ Ում եմ ուղում շշունջներս հուզաթրթիր, երբ հնչած բառերի թովչանքը արդեն վաղուց 7 սարից անդին են անցել։ Եվ չգիտեմ ինչու այս խոսքերը ես շուրթերի սառավոր ամպերի քոլաներից իմ թելերը հյուսեմ, որ անցյալում թողած սիրելիների քնքշանքը մի անգամ էլ անձրևի սրտիս վրա ու լվանա շերտակուտակ փոշիները։ Անհունում մարած տարիներիս։ Սերս, որ ծաղկել էր ոսկե ծիրան առավոտի պես, հացում էր տափաստանների կանաչագե խովիթներում, միջև որ առհավետ տարժալուծվեց մշուշների մեջ, միջև որ թիթեռները, մեղուները և ծղրիդները սրնգահար ժրաջանորեն իրենց փեթակն ու բույնը լցրին իրենց բաժին քնքշանքը։ Սերս, որ նրան քաղցրությամբ էր լցված, որպես գինի մատուցեցի նրբանուրբ գավաթներով և շուրթերին քաղցրակարկաչ տարփուհիների հաճույքի հրդեհը և արբեցման թմբիրը ծովացրեց ալիքներով նրանց գլխապտույտի ծովում։ Սերս, որ լի էր իմ երջանկության պատրանքով, կատարյալ էր ու լի անկումներով անմեկնելի։
որքան բառեր, զրնգուն մտքեր, անփառունակ եւ ունայն անեացան որոգայթներում անորսալի։ Վերերկրային ուղիները անորոշ հեռուներում էին փնտրվում, մինչդեռ աներջական կարոթները մեզ շատ մոտ էին մեր խաբկանքից ու երանությունից կիսափակ աչքերի առջև, որ կուրացել էին անմիտ նարցիսականության պատճառով, իսկ արևոտ հովիտը լի էր ջերմությամբ ու սպասումով։ Սիրո քաղցր պտուղը ըմբոշխնել էր պետք, մինչդեռ մեղվի պես պտտվում էինք մենք մեր երազների համպաքուլայի շուրջ, ուր նա իր մահն է թակարդում իր թույնի մեջ։ Ես իմ փեթակի շուրջ էի պտտվում ամբողջովին ինքնամռած, իսկ նա սիրո ու փառաբանության արժանին վրիպել էր իմ աչքից, վրիպել էր։ Լռեցրու ինձ, որպեսի ես խոսել կարողանամ հետո, քանզի օդի բաղադրությունը խոսքի արարչագործությամբ է լցված և նրա սահմաններից դուրս աշխարհն է անվախճան։ Լռեցրու ինձ, քանզի ես չասված բառերի թնջուկ եմ և պայթյունից խոսքի միջուկը կշիկանա ու նրա ներսում աշխարհը կունենա այն նոր մեծ պայթյունը, որը կանխել ես անզոր կլինեմ։ Բայց ես ծնվել եմ համառելու համար տմարդության դեմ և ուրացումի։ Դու ինձ խենթ մի անվանիր, քանզի իմ խենթությունը իմ և քեզ համար է։ Իմ պայթյունի մեջ կործանարար սաղմեր չկան, և ինձ համար թանկ են մրջյունի և մեղվի ջանքերը արարչաշունչ։ Ներշնչումը սիրո, որ իր հերթին վեր է ամեն ինչից։ Լռեցրու ինձ կրկին, քանզի դա անելը դյուրին է շատ, և եթե ես լռեմ, արևածագը դիմավորող որևէ շնչավոր չի մնա, և ծովի ալիքների ափասփռումը չի դիմավորի ոչ մի սիրահար զույգ, իսկ այդպես չպիտի լինի։ Ես գալիս եմ մարդկային հիշողության նախասկզբից, ուր արթնացումի մեջ Աստծո անկորնչելի շշունջը կա, թող լինի և եղև։ Ես անկատար մեկն եմ և որպես անսահման փնտրումի սկզբնապատճառ գալիս եմ, որ կյանքի կոչեմ սահմանվածը և այլոց համար սահմանվելիքը։ Պետք է գիտենալ նաև, որ իմ շուրթերով խոսում են բազում սերունդներ։ Լռեցրու, լռեցրու, որ չասեմ ավելին։ Ուզույկ աչքերի մաքրագույն փայլը լուսավորում էր իր դեմքի շքեղ ողորկությունը, որ հար փայլում էր իր կյանքի վրա, ուրիշների և իմ։ Կատարելությունն էր թագավորում նրա դեմքին, բայց երջանկությունը թաքնված էր անհայտ մի տեղ ու չկար, այդպես էր կարծես հեգնանքը բախտի։ Սակայն նա կարող էր կյանքի կոչել հրաշքներ, որոնք իրականանային պիտի, եթե միայն մենք ուզենայինք։ Եվ երազանքը դանդաղորեն դառնում է իր հոգու ճախրանք անսահմանության մեջ։ Տեսնել ճշմարտությունը իմ խնդիրն է։ Առավել կարևորը այդ մասին ասելն է բառերի ծանրածանր սահմանը հաղթահարելով։ Թրջել ծանրաձողի վրայով չնչին բան է, մինչդեռ այն բարձրացնելը նաև իմաստության բեռ ունի իր մեջ, որ իմ խնդիրն է։ Գետինը հատակն է հողը, ու նրա խորքից է ծլարձակում կյանքը, սակայն նրա վերևում ենք ապրում մենք, ապրելը պետք լիարժեքորեն, կյանքը կռիվ է հանուն հաղթանակի, ուր ընդունելի չէ ինքնաբացառումի օրենքը միայն։ Կա մի պահ, երբ ճանաչելը ևս քիչ է։ Պետք է զանց առնել օրենքները բոլոր, քանզի նրանք այլևս ոչինչ չարժեն։ Ուրախանանք, եթե տխրելու առիթ չկա։ Ուրախանանք, եթե կարող ենք այդպես վարվել։ Ուրախանանք, երբ կյանքը զրնգում է, երբ արևը հուրհրում է մեր գլխավերևում, երբ ջրերը սահելով իրենց ձիգ ճանապարհով հասնում են ծով և օվկիանոս։ Երբ մանկիկը դպրոց պիտի գնա, տոհմին նահապետը ստանձնի յուրայինների կյանքի ապահովությունը։ Ես քեզ հետ եմ, ու դու դա պետք է շատ կարևորես, ինչպես ես եմ կարևորում քո ինձ հետ լինելը։ Դա է երջանկությունը,
Դա է նաև ճշմարտությունը գերագույն, որով նավարկում ենք մենք ժամանակի միջով գնալով դեպի գիրկը գալիքի։ Հողագունդը սուրում է աստղերի միջով, գնացքը երկնի ու երկրի միջով, իսկ կյանքը սիրո ու ատելության։ Տղան կարոտում է աղջկան, նրա մարմարի աստինքներն է երազում ու տառապում է սպասման ու բաժանման, քնքշանքի ու մերժման, վայելքի ու ցավի, հույսի ու հուսահատության միջև։ Աղջիկը տենչում է տղային, նետվում է գիրկը երազների ու կարկամում, սառչում է կեղծիքի ու ճշմարտության, թախիծի ու երջանկության, տագնապի ու զսպումի, վերելքի ու վայրեջքի, հաճույքի ու հիասթափության միջև։ Ընթանում են ամենքը եւ ամեն ինչ, չիմանալով թե դեպի ուր։ Ու երբ գտնում են ինչ-որ բան, դա երջանկություն են համարում ու տիրում են նրան։ Ու եթե հատվող վերձիկ ճանապարհին կրկին հանդիպում են նրանք, գտնվում է սպասված ակնթարթը ու դա է, որ երջանկացնում է նրանց։ Հողագունդը սուրում է աստղերի միջով, գնացքը անցնում է երկնի ու երկրի միջով, տղան գնացքի, տանիքի ու հատակի միջով, աղջիկը սիրո եւ ատելության միջով։ Ամենքը եւ ամեն ինչ առաջ է ընթանում տարածությունների միջով, իրական եւ անիրական։ Ես հավատում եմ քեզ, բայց դա չէ կարևորը։ Դու կարող ես ինձ չհավատալ։ Իմ կարծիքի հետ հաշվի չնստել, դա եւս կարևոր չէ այս պարագայում։ Ձկների վտարները լքել են գետերի վերին հոսանքները, աղջիկները տղաներից հիասթափվել են, իսկ տղաները աղջիկ տեսնելիս սրտի թուլություն են զգում, բայց դա էլ կարևոր չէ։ Աֆրիկացիները որոշել են չընդունել ոչ մի պետության հովանավորություն, դրանով ձգտելով անկախանալ, բայց այդպես էլ անկախության գործով չեն զբաղվել, այլ խելք ու միտքը տվել են տուրիզմի զարգացմանը։ Իսկ Կիլիմանջարոն դեռ կարոտում է ինձ։ Բրազիլական ֆուտբոլիստները որոշել են տիրել աշխարհի գավաթին, սակայն մոռացել են, որ առանց դարպասապահի ֆուտբոլ գոյություն չունի, իսկ իրենց դարպասապահը զրո։ Ես քեզ հավատում եմ։ Դու ճիշտ ես, բրազիլացիները կհաղթեն։ Դու էլ ուզում ես հաղթել ինձ։ Խոստովանում եմ կհաղթես, բայց ես բնավ էլ չեմ պարտվի, իսկ այս ամենը նշանակում է, որ մենք դեռ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Անցյալի պոետներին։ Ես այժմ նախանձում եմ ձեզ ձեր անցած ճանապարհին, ով բախտավորներ անցյալի, ով հանճարներ ու պայծառատեսներ, քանզի մեր կյանքը լի է աղանդավորներով տաղանդավոր, որոնք քայքայիչ են ոգու, առևտրականներ աստվածային սիրո, մի ձայն են լսել ավարտների մասին եւ դրանով էլ ավելի են մոտեցնում նոր կործանումը։ Իսկ վերջը անհայտ է, թեև նկատելի են ինչ-որ նշաններ, բայց դա անհեթեթ է մեզ համար, որ տեսնելով չենք հավատում, լսելով չենք զղջում։ Իսկ ես մի այլ բան եմ ասում, մի այլ քնարի ձայնն եմ ուզում հնչեցնել։ Գալիս է նոր ժամանակը, գերնորն ու գերարդիականը, անհավատալին, անսպասելին, չտեսնվածը, այդ ժամանակի տիրույթը չարությամբ չես հաղթահարի, հարստությամբ, իշխանությամբ, երկարակեցությամբ, բռունցքներով, բառերով բարձրագոչ։ Սա դարաշրջանն է սիրո, միակը, որ բացառիկ է, նման չէ, չէր էլ կարող լինել։ Բոլոր նախորդներին, երբ պետք է մերժվի մերժումի ու ատելության ոգին, երբ պետք է մերժվի մահը մահուչապ տարածություն բացելու կյանքի համար, որպեսի ի վերուստ տեղ բացվի սիրո ու սիրո անսահմանության համար։ Ես այժմ անչափ նախանձում եմ ձեզ, ով հանճարներ ու պայծառատեսներ անցյալի, ձեր կանխագիտության մեջ է ջերկան չվերծանված, ուստի համբերենք, մինչև որ կվերծանվեն ձեր ծածկախոսությունները մեզ համար։ Վաղուց արդեն տղաները մտավարժանքներով են զբաղված։ Աղջիկները ոչ երեխաներ ունենալով, այլ հաջողակ մոդելներ կամ սեքս սիմվոլներ դառնալով։ Իսկ շուրջը ամեն ինչ հալչում է, անեանում, սուզվում անզորության խորքը։
գզգզված մազերով մեկը, որի ատամնաշարի փայտերը տեղ-տեղ ընկած ցանկապատի է նման, հեգնում է բոլորին, ցեղ շպրտում վերայինների վրա։ Խենթացած մի մարգարե հին ժամացույցը հանում է պատից եւ իր պարանոցի թվականը կախում պատի կեռիկից, սկիզբ դնելով մի նոր ու հզոր գաղափարական ուղղության։ Մաշվում են առարկաները, մժբիթները սիրելիների, համբույրները սպասված, մտքերը ուղիղ եւ շեղ։ Սպառվում է համբերությունը մարդկային, Օվկյան ամենամեծ, որը հրահեղուկի պես շիկացած կրակից խոլքերի հետ դուրս է ժայթքում եւ ուղղվում Ֆուկուսիմա, ոչ այն է փրկելու, ոչ այն է կործանելու ամեն ինչ։ Աշխարհը տերևի պես դողում է կործանման սարսափից, իսկ այնտեղ հարյուրներով մեռնում են անվարան։ Հազարներին փրկելու համար, հասկանալով, որ իրենց մասին չեն իմանա մարդիկ, նույնիսկ տմարդորեն կմոռանան, բայց մեռնում են հերոսաբար։ Իսկ նորաթուխ տղաները մեզանում, բերանները ծռմռելով պոետ են խաղում, բարբաջելով չունեցած տաղանդի մասին, զբաղվելով միայն մտավարժանքներով, մտորում են նրանք, ջանում ու ջանում, որ երկնեն հերթական հանճարեղ հղացքը։ Փոխարենը սակայն մնում են մրոտված խծբծանքներ։ Արդեն շատ վաղուց մտավարժանքները դարձել են մեր կյանքի անբաժան ուղեկիցները եւ ուղղորդում են մեզ այս գերռաբիս տղեկների ու կլնակի ծխից արբած սեթևետ աղջնակների պատճառով։ Աշխարհը լուսնոտի աչքերով։ Ցերեկային լուսնոտան։ Ես լուսնոտ չեմ տեսել, բայց նա հաստատ լուսնոտի էր նման։ Աչքերը գրեթե փակ, հայացքը հառած հեռու աստղերին քայլում էր ճամփեզիրաբարձր պարիսպների վրայով, քայլերը տարտամ, դեմքը անհաղորդ։ Նա գնում էր չգիտենալով դեպի ուր, հաստատ նա չէր գահավիժիցած կամ կողքի խորովիհը, քանզի ցերեկային լուսնոտ էր, գրեթե քնած։ Կա տարբերություն արդյոք լուսնոտների միջև, գիշերվա կամ ցերեկվա, դա ես չգիտեմ։ Իմ տեսածը կյանքից խռոված էր։ Ցերեկվա քաջ լուսնոտ, արծվային խրոխտ հայացքով, որին ոչինչ չէր վրդովեցնում խառնափնթոր քաղաքում, անգամ իր նման մարդիկ։ Եվ նա քայլում էր ու քայլում, իսկ ճանապարհն իրեն դեպ անորոշն էր տանում, որտեղից նա կարծես դուրս էր լողացել հենց այդ վայրկյանին։ Քայլում էր անհաղորդ, մի անգամ եւս ապացուցելու, որ ոտից գլուխ հանելուկ է մեր աչքին երևացող ամեն բան։ Եվ տեսնողները թող իմանան, որ իրենք էլ լուսնոտի պես են, ոչ թե նա սրանց պես, թող իմանան, որ լուսնոտը ցերեկն էլ կարող է հայտնվել, լինել ցերեկային լուսնոտ, որ գիշերվա իրեն տենդի մեջ գցող հարցերի պատասխանը նա ցերեկվա անորոշության ու թաքնության մեջ փնտրի։ Ես զարմանում էի, որ խենթ ու մարդաշատ բամբասանքի կարոտ քաղաքում ոչ ոք այլևս չէր զարմանում, երբ լուսնոտը վայրի վերելով պատերի վրայով, որպես ուրվական լոք էր տալիս փողոցը հեղեղած ու խցանված մեքենաների տանիքների վրայով ու շարունակում քայլել առանց շուրջը նայելու, գնալ ու գնալ, անեանալ կապույտ մշուշներում։ Ոչ ոք չէր նայում նրան, անգամ ճղճղան տաքսիստները, որ մեքենայից գլուխները չէին հանում ճչալու, թե իրենց մեքենաների վրա ճմրթված փոսեր են գոյանում։ Ինձ շփոթեցնում էր իր անհասկանալի ընթացքից այդ, միթե նրան միայն ես էի տեսնում, չէ որ նա վրդովված էր ամենքի դեմ։ Տարակույս չունեմ, նա հաստատ լուսնոտ էր, քայլում էր աչքերը փակ, հայացքը միշտ հառած մեծ անհունին։ Նա թերևս գիտեր հուզող հարցերի պատասխաններ, բայց ոչ մի պատասխան նրան գոհացնել չէր կարող, քանզի ճշմարտության որոնումների մեջ մարդիկ սպառել էին նրա վստահությունը իրենց հանդեպ։ Նայում է տիրակալը սպիտակ տան պատուհանից, իսկ շուրջը կանաչ է։
Նրան թվում է, թե աշխարհը զմրուխտյա է մինչև հյուսիսային բևեռ։ Ծովերը փիրուզագույն են իր ոտքերի տակ, իսկ աշխարհն իր կալվածքն է, լի մրգաստաններով եւ ահռելի այգիներով։ Բաղդադի հնամենի պալատներից մեկի շրջապարսպի մոտ դեսանտայինները հետապնդում են մի սևահեր արաբի։ Իբր նա ահաբեկիչ է։ Նա քաշվում է մի կողմ ոչ բնավ փախչողի նման, պալատի նեղ արահետներից մեկը ընտրելով, թաքնվելով ավերված պատերից մեկի հետևում։ Այդտեղից աշխարհը նրան պատկերանում է մի ծխացող կաթսա, որ կպայթի ուր որ է, տակնու վրա անելով եղած չեղածը, իսկ ինքը անտարբեր է իր եւ իր մահվան հանդեպ։ Նա հոգնել է հողմաղացների դեմ անիմաստ պայքարից, հետապնդումից, չարագործներին պատժելուց, ինքն իրենից։ Իսկ սանձարձակված ամբոխի բնազդները աղետալիորեն վերածվում են հիդրայի գլուխների։ Տիրակալն այժմ էլ նայում է սպիտակ տան պատուհանից, իսկ այդ դալտոնիկի աչքին դեռ ամեն ինչ կանաչ է եւ թերևս դոլարի գույնն ու բույրն ունի։ Մի քիչ Սինգապուրի եւ Հայաստանի մասին։ Լի Կուան Յուի 2009 թվականի այցի արդիվ։ Թեև Սինգապուրը Հայաստանից հեռու է եւ Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, բայց երկուսն էլ ասիական երկրներ են, արևոտ ու ջինջ, բայց էլ ինչ կապ չունի կամ բան, երբ այն հասցրել է դառնալ աշխարհի ամենածաղկուն անկյունը ու վերջ։ Հայաստանից Սինգապուր հասնելու համար քայլելու դեպքում ամիսներ կտևեն, իսկ Հայաստանը իր ապագան է կերտում։ Էլ ինչ քայլել, էլ ինչ բան։ Սինգապուրից Հայաստան չեն գալիս, բայց նրանց վարչապետը պաշտոնական այցով եկավ։ Փոքրամարմին այդ մարդը, պատկերացնում եք, մի քանի խորհուրդներ տվեց ու վերադարձավ։ Բայց այսօր ինչերն են շատ։ Խորհուրդներն ու խորհուրդներ տվողները։ Փող ունես դուր, թե չէ խորհուրդ, կոտրատվել, թե պետք լինի կմտնենք Եվրոխորհուրդ, էլ ինչ Սինգապուր։ Դրա համար էլ Հայաստանից Սինգապուր չեն գնում, թեև ականջիս վերջերս ասավ, որ Սինգապուրում էլ կա հայկական համայնք։ Այն էլ բավական մեծ, իսկ որտեղ չկա։ Եթե աշխարհում երբևէ հրաշքներ եղել են, իսկ դրանք եղել են եւ երկուսն էլ հաստատ, մեկը, որ Նոյը նավով է, պատկերացնում եք, Արարատ լեռը բարձրացել։ Թեև անգլիացի քաղաքագետներն ու գիտնականները այն կարծիքին են, թե նավը լեռ բարձրանալ չի կարող, հետևաբար Հայաստանը փրկել իրենց գործը չի եղել։ Վախկոտներ, չկամներ, թուրքամոլներ, Նոյան օրինակը աչքի առաջ է, ուրեմն ստում եք, կորեք։ Իսկ երկրորդ հրաշքը վերաբերում է Սինգապուրին։ 20-րդ դարավերջը սինգապուրցիք դարձրին տնտեսական հրաշքի դարաշրջան եւ նույնիսկ մեզ հուշեցին, թե ինչ է պետք անել։ Բայց ո մենք հիմար չենք, որ նրանց հավատանք։ Բա որ խաբեն։ Բաժանվելիս երկու վարչապետները դեմ առ դեմ ժպտում էին։ Մերը խորհում էր. այս վտիտ մարդը տեսե գժվել է, ուզում է մեզ զրկել մեր հացից, ու ստում է, թե ոչինչ չի վերցնում, ով գիտի։ Սինգապուրցին, թե այս տղան անչափ համառն է երևում, նա բնավ չի փորձի փոխել ու փոխվել եւ հաստատ իր էշը կքշի միջև վերջ։ Սինգապուրը Հայաստան չէ, Սինգապուրը Հայաստան չի դառնա։ Հայաստանն էլ կարող է անշուշտ Սինգապուր չդառնալ, բայց ծերունազարդ ու բազմափորձ առաջնորդը հուշում էր, որ դառնա։ Ու նույնիսկ մեր վարչապետի ականջին մի բան շշնջաց. սկսիր քեզանից։ Սակայն սա ծփրտնեց, իսկ նա ինքնաթիռ շտապեց։ Իսկ Հայաստանը անպայման կզարգանա, ինչու՞ չէ, եւ գուցե դառնա Սինգապուր, բայց ինչպես իմաստունը կասեր. հազարամյակը մեզ հետո։ Աշխարհի բոլոր վիհերը մեզ կլանելու համար են, ծնվածները ապրելու եւ ապրողները մեռնելու համար են։ Կանայք ծնվում են, որ զավակներ ծնեն, զավակները պիտի աշխարհը շեն պահեն։ Ով Աստված է պաշտում, պիտի անկեղծ լինի, որ Աստված է լինի արդարադատ։ Ճանապարհներ շատ կան, ընտրությունը մեկն է, վերադարձեր չկան դեպի ելման կետեր, եւ ես գուցե պիտի մեռնեմ օվկիանոս այդպես էլ չտեսած, քանզի դարը բացվեց չտեսների համար, որ նրանք փակեն մեր լուսահորդ ճամփաները, ընթացքի ուղիները անթեք։ Հողը զայրացած է ու ամպրոպը արդեն ձայնակցում է նրան։ Վիհերը պատրաստվում են բացվելու, որ մեզ կլանեն, բայց այդ մենք ենք, որ դեռ չենք կարող այս աշխարհը թողնել։ Ու պետք չէ, որ թողնենք։
մեզ ապրել է պետք։ Այժմ արտահոսքերը վիթխարի են, ահռելի։ Հոսք ուղեղից, երբ այրոնը սնկաձև դուրս է ժայթքում ինչպես լավան վեզովի վրա, ու ամենայն ինչ տակնու վրա է լինում միանգամից։ Փախչել կաթվածի ճիրաններից քչերն են կարողանում։ Այրոնը շատրվանի պես արտահոսում է նաև մեր սրտերից։ Փոքրիկ գնդիկը արյան ներսում խոր ակոս է բացում։ Դե գնա ու հասկացիր, թե մարդկային փոքրիկ սիրտը ինչպիսի հզոր ճիգերով է կյանքը պահել կարողանում։ Չելյաբինսկում երկնաքարը հողագնդին է բախվում, ու մարդիկ խելակորույս ցրվում են նռնհատիկի պես առանց տեղ հասնելու։ Սա տիեզերքի արտահոսքն է դեպի երկիր, որ գնալով ահագնանում է։ Իսկ մարդիկ դրան պատրաստ չեն ու ժամանակը շատ է սող։ Այժմ արտահոսքերը վիթխարի են, բայց կյանքը պիտի շահել շարունակության մեջ։ Մեր կախյալության մասին։ Երկրագունդը օդից է կախված։ Ի վերուստ նախանշված է նրա շարժման ուղեծիրը, բայց այն անորոշ է նույնքան, որքան որոշյալ են ու նույնքան անորոշ արևի, լուսնի, աստղերի կախվածությունն ու անկախությունը։ Օդից կախված է և յուրաքանչյուրի ապագան, նախասահմանված և կրկին թողնված, անորոշ։ Հուսալքվել այս ամենից պետք չէ, մեր գոյության առեղծվածը անգոյության և լինելիության սահմանագիծն է, այնտեղ է գծված մեր շարժման ուղեծիրը, որով ընթանում ենք դեռևս, կերտելու մեր կյանքը, մեր ջանքը արգասավորելու, որոշարկելու զգեստը մեր լինելիության և այդ ամենը դարձնելու պատմություն։ Երկրագունդը ստուգապես կախված է օդից, ու օդից է կախված մեր ճակատագիրը, իսկ մենք անկանխատեսելիորեն կախված ենք և օդից, և ճակատագրից։ Երկնքի կապույտ կտավը իր անեզրագից շրջանակով ծավալվում է իմ դեմ։ Աջ ու ձախ սուրացող ինքնաթիռները ինձ համար ուրվանկարում են լուսնային քաղաքի համապատկերը և միջտիեզերական կայանի ահռելիությունը։ Հատվող գծերը երկնի անկյունացիրերում, ձգվող կորերը գեղակերտ, հարցականաձև պարույրները գալարուն կասկած չեն թողնում, որ երկինքն է այժմ այն կտավը, որ օրերի նկարչի ձեռքը անկաշկանդ նկարում է գալիք աշխարհի դիմանկարը բոլոր կողմերից։ Միթե արծաթյա ինքնաթիռը վատ վրձին է, ու երկինքը պակաս կտավ նկարի համար։ Այդ ամենով չեմ կարող չխենթանալ և չեմ ցանկանում, որ խաթարվի այդ կապույտը, որ գծերը գեղասահ ու անձեռակերտ խճողվեն։ Միթե երկինքը ինքն էլ իր անհունից չի հիանում այս ամենով, որ երկնակերտ նկարները մնան անխաթար։ Իսկ կապույտի մեջ ապրում է անհուն անմեղությունը։ Եվ նրա հետ էլ համադրվում են բոլոր գույներն ու նրբերանգները, ձայները քնքուշ, որ թռչունների երգշշնջյունով լցնում են ծաղկուն հովիտ ու կածան, պահում են երկնի սյուներն անսասան։ Կապույտը լույսի ծնունդն է նաև, նրա թեքվածքը թույլ նրբերանգով։ Իսկ ես սիրում եմ լույս կապույտ գույնի այդ դաշնությունը, կյանքի սկիզբը, փայլը անարծած։ Ու Աստված ինքն էլ տարալուծված է այդ կապույտի մեջ, լույսի շող դարձած, թափանցել է մոտ խորշերը երկրի և լուսավորել մեր հոգիների անդունդները խոր։ Իսկ այդ կապույտից հույզիս երկնքում սկսում է թրթռալ մեղեդի քնքուշ, ներդաշնակ ու բիլ, արձակ, համարձակ, թափանցելով իմ սիրտը պղտորված, մոլորվելով իմ թանձր մարմնի մեջ ու հաստատվելով իմ սարսռուն կյանքում։ Վերևում բացվող բիլ կապույտներում ծաղկում է անշեջ հուրն արեգական։ Սկիզբն այն անհայտ և վերջը հայտնի, որ համարվում է լուսապսակը մեր բոլոր վերջ սկիզբների։ Իսկ առավոտը բացվում է հանկարծակի ճայթած կրակոցից։ Վերքից արյուն է քամվում, շիթ առ շիթ, և զանգի մեջ խեղդվում է միտքը ուժգին ճնշման բեռից։
Սրտի թանձր ջղաձգումները խորքային մի ստրեսից վերածվում են արյան թանձրուկի եւ հոսում սրտի փորոք ու գլխուղեղ։ Միտեղ հոսում է, մյուսում խտանում, բայց երկու դեպքում էլ մահը կրնկակող պատու հասում է կյանքին, քշում է վեր մութ մի անկյուն, որ լռեցնի շարժումը, ընդհատի թրթռումը եւ լույսը։ Այս է ամենը։ Եվ թերևս դա է կյանքը, որ ընդհատվում է կրակոցից, իսկ կրակոցը արյան հեղում է, կյանքի հատում է ու ընդհատում։ Ավարտ ամենայն շարժումի եւ վերջ, որ ավարտ չէ բնավ, այլ արյունալի մի ամայություն։ Առավոտը գալիք։ Առավոտը։ Մի ճարպիկ ակաղաղ պատռելով կոկորդը գիշերային լռության, պոշներկում է գալիք լուսաբացի սկիզբը, անհունից տարածության զատելով իր բաժին սկիզբը, որը դառնում է քնից թափված յուրաքանչյուրիս առավոտի լույսը բարի։ Ու դեռ չարևազոտված սկսվում է օրը։ Օրը երազանքների, վճռական սկիզբների, հաղթանակների ու լարումների, չէ որ ամեն ապրիլիկոր պիտի դառնա եւս մեկ հաղթանակ անգութ մահվան հանդեպ, եւս մեկ սքանչելի ծնունդ, եւս մեկ հանճարեղ սկզբի իրագործմամբ։ Քաջ միակաղաղ մունետիկը լուսաբացի, իրեն պատրելով պատռում է լռությունը խավարային եւ շեփորում սկիզբը բարի լույսի։ Թող նա բարի լինի, գալիք օրն այս պայծառ։ Մի հուզեք ծովերին եւ մի վրթովեք խաղաղությունը նրանց։ Ես տեսնում եմ, թե ինչպես նրանց կատաղի ալիքները դուրս են հորդում խորքերից անհունի ու երկրի երեսից լվացած քաղաքների տարաբախտ տանիքները վայրիվերում են ծովակուտակ ալիքների փոթորկոտ բաշերին։ Ես ամեն օր սարսափով տեսնում եմ, թե ինչպես են սանձակոտոր գետերը սպառնագին մռնչյունով սուրում փորձությունների ծովը շեղջակուտակ, հուզումնաշունչ գիրկը նրանց մայրական, ուր խրախուսվելով իրենց հանդգնության համար արձակում են սանձերն իրենց մռնչյունով մտերմացնելով ծով ու գետ, որ բացառվի խաղաղությունը։ Եվ վրդովմունքը ծովի գնալով ահագնանա, իսկ գետնասարս ամպերը ծովի արցունքային հետքերը դրոշմում են ծաղկաթերթերի ու տերևների դեմքերին։ Պետք չէ, մի հանեք ծովերը մեր դեմ, քանզի մենք այլևս չենք դիմանա նրանց փոթորկահույզ մռնչյունին, ծովակոտոր կլինենք, անսպասելի։ Սաղարթացրիվ ու ճուղակոտոր քամիներ, ձնեճ ու ձնհալ դեռևս ամսվա կեսին եւ ջրհեղեղներ համատարած, հոսումնահորդ եւ գետնադղիրդ, ճայթյուն, գետնաճեղք ու գետնասարս, փոթորկահույզ ալեբախում, ահեղատես բարձրացումով օվկիանոսի, հրթիռակոծ քաղաքների գլխաշրջված հիմքեր մոխրակուտակ, ծխահալած ամպերի թանձրակուտակ շերտեր, մարդու ձեռքով բնաջնջված, հնձված անտառների անապատներ։ Երկիր մոլորակ, մարդու օրրան թշվառագույն, դիակի զարան մեծատարած եւ անպարփակ, սփռված արեգակի ծխասքող շողերի տակ, երկինք հավերժահեռու եւ անհասանելի, առավելապես անմատչելի, վերնոլորտի հետ ընդմիշտ խզված անկապություն ու խառնաշփոթ, կործանում կրկին, անհասկանալի, անընդունելի, ոչ մի կարգի արդարացման, ոչ ենթակա։ Չկա իմ սիրելի ընկերներից եւս մեկը, Ալեքսանը, Տերյանի ամենամոտ հայրենակիցը։ Նա քնացած որքան է հիշեցնում հանգուցյալ վտիտ պոետին։ Միթե իրական կյանքում էլ նրանք նման չէին։ Պայծառ այս տղան կայացավ չկայանալով, չհասցրեց լինել այն, ինչ կար իրականում։ Ափսոս, որքան ջերմ ու վերերկրային թիթեռներ կային նրա մեջ։ Իմ ամբողջ ուսանողական պատանեկությունը նրանով էր լցված։
Եկան օրերն ու անցան եւ ինձ ոչինչ չմնաց, գրում է պոետը։ Շարունակելու դեպքում ինքը կասեր, եկան օրերն ու անցան, ինձնից ոչինչ չմնաց։ Մեր առանձնահատուկ սիրելիներից մեկն էր Մոնթե Մելքոնյանը Ավոն։ Նա ինձ ծանոթացրեց հերոսի հետ եւ կրկնում էր. Մոնթեն հեղափոխեց Պարսկաստանը։ Ուզում էր ասել, որ հզոր տղա է։ Հայաստանի տեղը հոգու քարտեզով գտած մի տղա, որ եկել էր կերտելու իր եւ իր ժողովրդի հերոսական պատմության ամենապայծառ էջը։ Հիվանդությունների պատճառով հաճախակի ընդհատվող համացանցային էջերում Ալեքսանի վարած անկրկնելի բանավեճերը լիարժեքորեն իրավունք են տալիս ասելու, որ նա ազնվագույն մտավորական էր եւ մեծ մարդ։ Բայց ընդհանրության մեջ չհասցրեց լիարժեքորեն կայանալ, որովհետև շատ էին խանգարում։ Որոշ մարդիկ, որոնց վստահում էր, գողանում էին նրա մտքերը, մտահղացումները, ի վերջո սկսած հետաքրքիր նախաձեռնությունները, գործերը։ Այդպես ու այդ պատճառով, կորցնելով աշխատանքը, նա հայտնվեց միայնության ճիրաններում։ Ու դա տարիներ տևեց։ Կյանքից հեռացավ անխոս, անչափ լռին եւ իրենից հետո թողեց խոր ու խորհրդավոր լռություն, մինչդեռ ծնվել էր շատ մեծ գործերի համար։ Կրկին ափսոս։ Ասում են, մարդու հեռանալուց հետո ինչ-որ դատարկ տարածություն է մնում, թերևս աստղային մութ մի խոռոչ։ Թվում է, թե հենց այդ տարածության մեջ շարունակում է կրկին կերտվել մարդկային էությունը, բայց ամբողջովին այլ մի ձևով, ամենևին մի այլ։ Երգում էր Խորեն Պալյանի երգչախմբում, կատարելով սքանչելի շարականներ։ Ուր մնացին այդ երգերը, գրվելիք գրքերը, եւ ընդհանրապես այն ամեն ինչ կապված էր նրա հետ եւ նրա անխորտակելի աշխարհներ կազմում։ Գնաց անշապ լուռ, թերևս միանալու հավերժությանը, տիեզերական մեծ անհունին, բայց լինելով ու մնալով անկրկնելի։ Պայծառ Լևոն Ներսիսյանին, սիրելի դասախոսիս։ Ինչպես էին միջերկրական ալիքները փոթորկվում կրծքի տակ, ներդաշնակելով գողթան մեղեդիներին։ Դու իսկապես այն հայկազուններից էիր, որ քայլում էր ժամանակի միջով, մաշելով երկարուձիգ ճանապարհները մեր ընթացքի։ Իբրև հնադարյան մի նահապետ ու իմաստուն, արարչաշունչ ռազմիկի պես անպարտելի, որ Տիգրանյան ռազմերթերի փոշին չի հասցրել թոթափել իր ուսերից, ընթանում է հասնելու երկրի ու երկնի սահմանին։ Դու կրում էիր խորին շշունջները հերթական մեր անպարտելի նախնյաց, որ երբևէ չեն մարելու ու արտաբերվում են հար անխորտակ։ Ինչու արդյոք դու հետևեցիր մեր այն պայծառատես քուրմերին, որ չցանկացան մտքի արգասիքը փոխանցել նյութականացող գրին ու բառը մերցնել թյուլեական թանձրուկի մեջ։ Գուցե դրա համար էլ չգրվեց գիրքդ անմահության, եւ ինքդ եղար քայլող մատյան հավերժության, որպես այն հույն իմաստուն Սոկրատեսը, որ համոզված էր, թե նյութը ոչինչ է ոգու առջև։ Հնարավոր է արդյոք մոռանալ, թե ինչպես էր քո խոսքի ուժով Աքիլլեսը ցասման մեջ կործանում պատնեշ ու Պարիս փցրելով տրոյական զորք ու ջոկատ սիրելի ընկերոջ մահվան համար կործանում Հեկտորին։ Իսկ Էդիպը, իսկ Անտիգոնեն, օ, որքան սեր ու գութ էին աղերսում նրանք իրենց հանդեպ։ Բայց քեզ էր տրված կյանքն իբրև լեգենդ, լեգենդն իբրև կյանք հյուսելու իրար։ Ներիր, օ, ներիր։ Անզոր է մանաղարդ հուշերս հանձնելու թղթին, թեև ակամա դու ապրում ես հոգուս ու հիշողությանս խորին ծալքերում, ու բառերը, որ հարատև ծառայել են մեզ, քեզ առավելապես, այժմ ակամա դավաճանում են։ Բայց դու անհունի սրբազնագույն տիրույթներում, Օլիմպոսում քո բարձրագահ, շարունակում ես քայլել ու ընթանալ, քեզ հետ դեպ գալիքները տանելով ճշմարտություններ անկորնչելի։ Աստված կավից մարդ պատրաստեց։ Մարդը կավից պատրաստեց մի անոթ, ու յուրաքանչյուրը զարմացավ իր արարչագործության համար։ Մարդը Աստծուց ու կավից հեռացավ խորթանալու չափ, եւ նրա համար հովը փոթորկի փոխվեց, սակայն պատճառը նա չհասկացավ։ Ու երկուսն էլ ապշահար մնացին, մեկն իր ստեղծածի համար, մյուսը իր տկարության։
Եվ մահ չունեն երբեք հոգիները ազնիվ։ Նրանք ապրում են սառույցներում անգամ ու կրակն էլ նրանց չի կարենում եղծել։ Նրանք հառնում են ծաղիկների քնքուշ աչիկներից ծավի, թեև արեգակի շողքերի են նման, բայց անմահ են նրանք, նման արեգակի։ Անգամ մահճում մավան, եթե խամրեն նրանք ու թվա, թե չկան, ցաղ ու շաղից ծնված ճիշտ քնքշանքի նման մահվան գրքում ընդմիշտ բացակա են նրանք։ Ու դարեր էլ թեկուզ գան եւ անցնեն անդին, նրանք հար անկորնչելի պիտի ապրեն ինքնին, լցնելով էությունը կյանքի։ Ու երանի նրանց, անդավաճան անձանց, որ հանուրի համար իրենց կյանքը կտան, չափսոսալով, սակայն չցավելով անգամ ոչ մի վարքյան։ Հոգիներին այդ վեհ, հոգիներին ազնիվ, հավատում եմ անձամբ, վստահում եմ անձամբ, ու լավ գիտեմ նաև, որ անմահ են նրանք։ Եվ շունչը պոետական, որ արգասավորում է բառը, եւ բառը, որ փառաբանում է Աստծուն, եւ Աստված, որ խորաթափանց մտորումի մեջ անջնջելիորեն արարում է օրը ու նրա մեջ դնում լույսը, նրբությունը, գոյը, եւ մենք, որ իրեն ենք կրում մեր մեջ, որպես զգացումի ու մտածման աստվածացում, դեռ չենք կարողանում կռահել, թե որն է վերելքի ու գահավիժումի սահմանը։ Ինչով է արդյոք հանդերձավորված ինքնամատույց ու հոսանուտ այս ժամանակը մարդկային աղերսագին աչքերի առջև փութանցիկ ու արագագնա։ Հարատևում է շունչը պոետական, մարմնավորելով արդարն Աստծուն։ Եվ նկարներ կան մտերիմների, որոնց տերերը լռում են հավետ։ Ու կարոթն անձուկ հասնում է մինչև կոկորդը մարդու, քամում է վերջին նշույլը խինդի ու հոսեցնում է վտակներ ցավի։ Սրտում է մեր շուրջ արդեն ամեն բան, եւ աշխարհն այնքան դատարկ է կրկին, լույսը փնտրելու ուղիներն անգամ տանում են գիրք անիմաստության, հոգսը գտնում է մեր ամեն մեկին ու դատապարտում հար թշվառության։ Ցավն է լոկարկա ու հոգեկեղեկ տապն է սպանում, միթե հենց այս չէ գալիքն այն վերին, որ ուղեկցում է յուրաքանչյուրիս մինչև լայներախ ափը մեր շիրմի։ Այն կողմն է մնում ամբողջը կրկին, անելանելի մի վարքյան է դա, որից անդին կրկին կորուստներ, իսկ որից ազդին կորուստներ անչափ։ Անմահ միստիկներ, բազում ու բազում, դուք որ այս ուղին անցել եք խաղաղ ու շատ զարմացել, ես դեռ չգիտեմ, թե որն է ճամփան հուսադրումի, որով պիտ հասնենք ափը այն միգապատ։ Շատ նկարներ կան մտերիմների, բազում են դրանք, որոնց տերերը այլևս չկան։ Ձնծաղիկը։ Խամրել է ծաղիկը, որ փացած գրքի էջում, անցել է նրբին բույրը նրա, եւ գիրքը իր տիրոջն է կարոտել, որ խամրել է օրերի խանձարուրում ճիշտ այս ձնծաղիկի նման։ Հանգչում են ծաղկի թերթիկները այն նույն էջում, ուր բարձրահառաջ սիամանթոն կոտորած է գուժում սրտակոտոր, իսկ չարենցը տխրաշառաջ մորմոքում է տեսիլներից մահվան, ձայնակցելով նախորդ հանճարին։ Քերթության այս ճամփաներում թնջուկվել են ճակատագրերը ծաղկի, եղեռնակուլ բանաստեղծի, կարսեցի Եղիշեի եւ հայրենազրկված Մշեցի իմ հորեղբոր, սիրելի Արամայիսի։ Նայրցի պոետն այդ էջում է տրտմել բարբառելով, եւ չգիտեմ ընկնեմ պիտի արդյոք, թե վաստակած հանգչեմ։ Սարսուռը մարմնիցս հոսում է դեպի բոլոր վերջույթներս, քանզի ընթացքը այս անհասկանալի միավորում է տարանջատված ճամփաները ողջ, ուղիները նա իրական մեր ձախուծուռ ընթացքի, որն էլ բազում արահետներով գնում ավարտվում է հովիտներում մեծ եղեռնի։ Խամրել է ձնծաղիկը գրքի էջում, վատնելով իր անկորնչելի թովչանքը, գիրքը իր բանաստեղծ տերերին է կորցրել, իսկ ես ձնծաղիկը էջում թողած հորեղբորս։ Ու նրանց բոլորին միասին վաստակելով միայն գիրքն այս և տքնանք մի ծանրագին։ Հայր իմ, ձյունները իջնում են արդեն, իսկ դու դեռ չկաս հայր իմ։ Ձյուների հետ էիր դու գալիս միշտ էլ,
ձյուների նման մաքուր, պարզ ու երկնային։ Քո շնչով բարի ու աստվածագործ լցնում էիր իմ հոգին մաքրությամբ ձյունաբույր և սիրով ջերմագին։ Հեռուներում կյանքը դառնում էր պարզ ու պերճ, հեշտին այնքան, որ ասես աշխարհը հովիտ էր անկրկնելի մի երջանկության, հովիտ ջերմագին բերկրանքի։ Ձյուների իջան ու իջան, ջերմակեց ճամփա ու արահետ, ձյունակորույս ճամփեքով դու ներքև էլ չիջար։ Մոռացար իմ մասին այդպես շուտ, ու ինչու ոտնահետքերը քո ձյուներին էլ չկան։ Իսկ ես անմիտս, որ դեռ հավատում է հրաշքների, անսահման կարոտել եմ դրանց, քո անխոտոր հետքերին այրական, որ ոչ մի տեղ էլ չկան։ Երկիր նավետյաց։ Մենք վերադառնում ենք։ Հովիտ նավետյաց լի է արևով, ուր ոսկեզօծված շողերն իջնում են տառապյալ դաշտին այս մեծատարած, ու լեռան դիմաց այդ ես եմ կանգնած, ես այդ սուրբ լեռան ամենավերջին իր երկրպագուն և երկրագործն իր դեռ Նոյից առաջ տարագրվածը և ուխտավոր ամենավերջին։ Ինձ մի արգելեք մոտենալ նրան, քանդեք պատնեշը ձեր ձեռքով դրած, մի կաշկանդեք ինձ, երբ իմ ոտքերը տանում են դեպի ստորոտը իր աստեղակու տակ, դեպի բարձունքը հավերժած ջերմակ։ Ես իմ սրբազան հովտից չեմ չվել, ու մինչև այժմ այստեղ եմ ահա։ Օ, մի խանգարեք ձեր կեղծ սահմանը անցնելու համար։ Ում կոտրած ձեռքն է սահմանն այդ գծել։ Ես ոչ մի սահման չեմ ճանաչել դեռ։ Քաշվեք մի կողմ, դուք ժամանակի ոստայնագործներ, խղճուկ հետևորդներ Արնոտ Սուլթանի, իմ սուրբ լանջերը ինձ են կարոտում։ Մի կողմ քաշվեք, ես պիտի անցնեմ։ Մեծ ուխտավորը նվիրվում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին։ Ինքնաթիռը ջերմակ աղավնու նման հանդարտի քփվեց նախաստեղ ցոֆտին, և թևերով փաղաքուշ շոյեց երկիրը աստվածաշնչյան։ Ժամանակները փոխվեցին իրենց նոր չափումների մեջ, ու թվաց, թե դու սրբազան հայր, իջնում ես լեռան կատարից, ուր տապանն էր հանգրվանել, որ դաշտի մեջ քայլես այն արահետով, ուր Նոյ նահապետն իր մեծատարած այգիներն է հիմնել խաղողորդի ըմպել գինին աստվածային և ցնծացել։ Իսկ դու, որ հիշեցնում էիր երբեմնի սրբազաններին, մեզ վերադարձրիր նախասկզբնական օրերը և ուզեցիր ասել, որ մենք պիտի կրկնենք մեր նախահայրերի մեծագործությունները։ Ամեն մի հայ քո հայրական վայրեջքն ու ընթացքը համարեց հանդիպում նոր ժամանակների մի մեծության հետ, իսկ քո դեմքից ճառագող բարության լույսը աստվածային գինու պես հորդեց մարդկային հոգիներից ներս։ Թրթռուն քո շուրթերը մրմնջում էին անկրկնելի աղոթքներն արեկացիական, և խառնախրթին այս ժամանակներն ուրախության նորոգվում էին խոսքի ջերմագին թրթռումով։ Ամեն մի մանուկ ցնծում էր քեզ տեսնելիս, իսկ դու փաղաքշում էիր նրանց, ասես նորաստեղծ արարածներ լինեին, որոնց քո ափերի հպումով նրբին դեպի կյանք էր ճանապարհում Աստված։ Քեզ զարմացնում էին այստեղ նախասկզբնական իրերն ու իրողությունները, դու զարմացնում էիր մեզ այդ ամենին այնքան հաղորդ լինելով։ Այդ պահին դու միայն ուխտավոր չէիր, որ եկել էր երկրպագելու այս վայրերում հանգչող նախնյաց նշխարները և հայտնելու Տիրոջ պատգամը յուրայիններին, ցանկալու խաղաղություն աշխարհին այս, այլ որպես առաքյալ մի, որ կրկին հիշեցնում էր, թե ինչու են հիշողությունից զուրկ մարդուկներ մոռացել աննյութ հեղենի, հավերժականի ու աստվածայինի մասին, ինչու են պատերազմների ու ատելության կրքով բռնված հուրթ հափում մարդկանց վրա ու ավերածություն գործում ամեն օր։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, մի կրկնեք 1915-ը և նորերը մի գործեք, քանզի ամեն ոք ու ամեն արարած բնության մեջ իր անկապտելի իրավունքն ունի ապրելու ու արարելու։ Մի համարձակվեք ձեռք բարձրացնել ուրիշի կյանքի վրա, քանզի դրա իրավունքը ոչ ոքի տրված չէ, ու եթե մի բան կա անելու, ապա մեկդ մյուսի համար ցավեք եղբայրաբար։ Միթե 4 կետերի սրբազնագույն ակունքներում երկնածին միացնի իջած նոր քաղաքում ու հովտում հետ ջրհեղեղյան չի կարելի իմաստաբար վերստեղծել եդեմական այգի, լի բարիքով վազում, խաղաղությամբ ու սիրով համամարտկային։
Դու ասացիր, եւ թող լսողները լսեն, հասկացողները հասկանան, ու որպես ուխտավոր մի լուսավորչի տանջարանից ճերմակահեր գլուխդ խոնարեցիր լեռան առջև, ճերմակափետուր աղավնիներ արձակելով դեպի գագաթը սրբազան, նրանց թևաբախումով խախտեցիր լռությունը հազարամյակների, եւ նրանք սկսեցին ելքն իրենց դեպի Մասիսն ի վեր, ժամանակներն արդյունավորվեցին նոր չափումներով, երկնային անհունում հորդեց գութը Աստծո։ Եվ ես ասում եմ, օրհնյալ լինես, ով մարդ հրեշտակային բարքով, Ֆրանցիսկոս, հայր սրբազան ու սիրելի, մեծ ուխտագնացդ նոր ժամանակների։ Քո շրթունքներից հնչած կեսարների ռազմի լեզուն պահի մեջ վերափոխվեց նրբության, սիրո ու քնքշանքի մրմունջի։